Տալինի համայնքապետարանում անցկացվեց աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին համայնքի զարգացման ծրագրերը, ընթացիկ աշխատանքները եւ առաջիկա գործողությունները։ Խորհրդակցության նպատակն էր արդյունավետ համագործակցության եւ ծրագրերի իրագործման ապահովումը։ Տալին համայնքի ղեկավար Տավրոս Սապեյանը եւ համայնքապետարանի աշխատակիցները շրջայց կատարեցին քաղաքում տեղում ուսումնասիրելով ընթացիկ աշխատանքների որակն ու ընթացքը։ Շրջայցի ընթացքում ընդգծվեց իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման եւ խնդիրների արագ արձագանքման կարեւորությունը։ Ակադեմիական քաղաքի իրազեկման առաջին կանգառը Թալինում էր։ Միջոցառման նպատակն էր հանրությանը ներկայացնել ծրագրի հնարավորություններն ու նշանակությունը, խթանելով երիտասարդների ներգրավվածությունը կրթական եւ գիտական գործընթացներում։ Տալին համայնքում մեծ թափով շարունակվում են ՀՀ կառավարության 500 մանկապարտեզ, 300 դպրոց պետական ծրագրով կրթահամալիրների կառուցման աշխատանքները։ Ծրագրի նպատակն է ապահովել որակյալ կրթական միջավայր ստեղծել, ժամանակակից ուսումնական պայմաններ եւ բարձրացնել կրթության մատչելիությունը համայնքներում։ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Տաջիկստան։ Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանում մասնակցեց ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցեց համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Վարազդատ Լալայանը աշխարհի չեմպիոն դարձավ ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում։ Առաջնությունն անցկացվում է Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում։